2026 թվականի հունիսի 4-ի նշանակված դատական նիստը հայտարարում է բացված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը տվյալ դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Արմեն Դանիելյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի դրամբաց դատական նիստում քննության է առնում Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարության նախարարի միջնորդությունը նիստերի քարտուղարին խնդրում եմ զեկուցել ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը եւ Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը։ Նիստին չի ներկայացել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանը։ Շատ լավ։ Շնորհակալություն ձեր համապատասխան փաստաթղթերը ներկայացրեք, հարգելի ներկայացուցիչ։ Հարգելի խորհուրդ, ներկայացնում եմ լիազորագիրը եւ պարոն Դադունցը նիստին մասնակցում որպես նախարարի պարտականությունները կատարող լիազոր մարմին է հանդես գալիս, ներկայացնում եմ Սրբույի Գալյանին արձակուրդ տրամադրելու մասին վարչապետի որոշումը նաև։ Շատ լավ, ներկայացվեց անձնահաստատող փաստաթուղթ ծառայողական վկայականները, խնդրեմ հետ վերադարձրեք։ Որոշում Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 393-ից-A Սրբույի Գալյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ, որով Հայաստանի Հանրապետության արդարության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը փոխարինում է Սրբույի Գալյանին, նաև 2026 թվականի հունիսի 3-ին տրված լիազորագիր արդարության նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Դադունցի կողմից տրված այն մասին, որ նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը լիազորված է դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար հրավիրված նիստին մասնակցելու եւ իրականացնելու բոլոր իրավունքները լիազորագիրը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը կցվում է գործի նյութերին։ Այժմ հայտարարվում է, որ ներկայացվել է դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն, դատավոր Դավիթ Սերոբյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի կողմից ստորագրված, որինքից ներկայացված 2026 թվականի մայիսի 26-ին Երևան քաղաքում տրված լիազորագիր այն մասին, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանն լիազորել է փաստաբան Գնել Մուղնեցյանում իր անունից հանդես գալու բոլոր դատական ատյաններում, նաև իր անունից հանդես գալու բարձրագույն դատական խորհրդում եւ իրականացնելու դատավարական գործողությունները լիազորագիրը տրված է 2 ամիս ժամկետով ստորագրված Դավիթ Սերոբյանի կողմից հասարակագրավոր ձևով։ Միջնորդությամբ հայտնել է ներկայացուցիչը, որ հունիսի 4-ի նշանակված դատական նիստին չի կարող ներկայանալ, մինչև հունիսի 8-ը բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից, որպես հիմնավորում ըստ միջնորդության կից ներկայացված է թռիչքների վերաբերյալ ինտերնետից տպված փաստաթղթեր տոմս ոնց որ թե բայց մինչև այս միջնորդությանը անդրադառնալը նախ առաջարկում եմ, որպեսզի քննարկման առարկա դարձնենք արդյոք խորհրդի անդամները ինքնաբացարկի միջնորդություն ունեն թե չէ, նաև ներկայացուցիչը միջնորդություն ունի թե ոչ, հայտնվում է, որ հարգելի խորհրդի անդամներ, նախարարի հարգելի ներկայացուցիչ, հայտնում եմ, որ ես սահմանված կարգով ներկայացրել եմ ինքնաբացարկ, այն պատճառաբանությամբ, որ սույն գործով ձեր կողմից, նախարարի կողմից միջնորդությամբ վկայակոչված գործով եւ խնդրու առարկա գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում որպես վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր մասնակցել եմ քննությանը եւ ունեմ հայտնած դիրքորոշում երկու որոշումների վերաբերյալ, ընդ որում մեկով հատուկ կարծիք ունեմ հայտնած վերադարձի վերաբերյալ որոշումը վերացնելու մասին վճռաբեկ դատարանի որոշման կապակցությամբ, իսկ ընդունում մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ որոշումը ես նույնպես ստորագրել եմ եւ ունեմ հայտնած դիրքորոշում, հանրության դեպքում նաեւ կներկայացնեմ թե կուզեք իրավական հիմնավորումները, եթե այս մասով դուք որևէ ասելիք ունեք կամ խորհրդի անդամներն այս պահին ունեն ասելիք, ասենք, եթե չէ հեռանանք խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում ընդունելու համար, խնդրեմ։ Կանխվեց մեր միջնորդությունը, հարգելի խորհուրդ, չունենք դիրքորոշում հայտնվածի վերաբերյալ։ Շատ լավ։ Շնորհակալություն խորհրդի հարգելի անդամներ, նիստում բանում ենք, շատ լավ, չունենք, հետեւաբար հեռանում ենք խորհրդակցական սենյակ համապատասխան որոշում կայացնելու համար։ Շնորհակալություն, կարող եք նստել։
պարոն Դանելյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Խորհուրդը քննարկելով պարոն Աթաբեկյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը որոշեց ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, օրենքի ուժով նիստը կշարունակի արդեն պարոն Դանելյանը, խնդրեմ, պարոն Դանելյան։ Ինչպես պարոն Աթաբեկյանը նշեց, օրենքի ուժով նիստը կնախագահեմ ես, Արմեն Դանելյանս, դիմում եմ ներկաներին, վարույթի մասնակիցներին, այլ բացարկի, ինքնաբացարկի միջնորդություններ կան արդյոք։ Ոչ, հարգելի խորհուրդ չկան։ Շնորհակալություն, այժմ անհրաժեշտ է անդրադառնալ ներկայացված խնդրանքին հետաձգման վերաբերյալ, ինչ կարծիքի եք, խնդրեմ։ Առարկություն չունենք, հարգելի խորհուրդ։ Շատ լավ, խորհրդի անդամներ ինչ կա։ Ստեղծված իրավիճակում նկատի ունենալով դատավորին պատշաճ իր պաշտպանությունը կազմակերպելու եւ իրավունքները իրացնելու նկատառումներից ելնելով խորհուրդը որոշեց նիստը հետաձգել սույն թվականի հունիսի 9-ին ժամը 12:00-ին եւ առաջընկնելով ասելով ժամանակը նաեւ պաշտպանության կողմի միջնորդությունը որոշեց բավարարել։ Շնորհակալություն։ Նիստը հետաձգվում է հունիսի 9-ին ժամը 12:00-ին։ Դատավորը, պատշաճ եւ պաշտպանը կտեղեկացվեն կայանալիք դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։ Ոտքի Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը դատական նիստում պետք է քննության առնի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը տվյալ դեպքում հանդես գալով որպես դատարան նախագահությամբ Արմեն Դանելյանի, անդամությամբ Անահիտ Աբրամյանի, Կարեն Թումանյանի, Երանուհի Թումանյանցի, Մերի Համբարձումյանի, Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Քրիստինե Մկոյանի դռնբաց դատական նիստում քննության է առնում վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի միջնորդությունը։ Նիստերի քարտուղարին խնդրում եմ զեկուցել դատական նիստին ներկա գտնվող անձանց եւ նրանց ներկայացուցիչների վերաբերյալ։ Շնորհակալություն։ Դատական նիստին ներկայացել են Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զեյնալյանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանը եւ վերջինիս ներկայացուցիչ Գնել Մուկնեցյանը։ 2026 թվականի հունիսի 4-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի ներկայացուցչի դատական նիստը հետաձգելու մասին միջնորդության բավարարման արդյունքում խորհուրդը հարգել էր պարոն Մուղնեցյան եւ պարոն Սերոբյան ձեր ներկայացուցչի միջնորդությունը հնարավորություններ ընձեռնել ձեզ լիարժեք իրացնելու ձեր իրավունքը սույն վարույթի շրջանակներում։ Լիազորագիրը ներկայացվեց անձահավաստող փաստաթուղթը վերադարձվում ավկայական է, շնորհակալություն։ Հանձնարարությունը ծանոթանալու անհրաժեշտություն ունի նախարարի կողմից տրված։ Շատ լավ, շնորհակալություն։ Խորհրդի անդամների կամ կողմերի կողմից առկա են արդյոք բացարկի կամ ինքնաբացարկի միջնորդություններ։ Խնդրեմ։ Ոչ, հարգելի խորհուրդ։ Ուղղակի իրազեկման առումով պարոն Սերոբյան եւ ձեր ներկայացուցիչին պարոն Մուղնեցյան նախորդ դատական նիստի շրջանակներում պարոն Աթաբեկյանը ինքնաբացարկ էր հայտնել մինչ այդ եւ նախորդ դատական նիստի շրջանակներում հարգվել է ինքնաբացարկի միջնորդությունը եւ օրենքի ուժով դատական նիստը այսօր նախագահում եմ ես։ Սա ուղղակի որ իրազեկ լինեք իրազեկման իմաստով։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 151 հոդվածի 2-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը
կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել բարձրագույն դատական խորհրդին։ Հարգելի լիազոր մարմնի ներկայացուցիչներ, հարգելի նախարարի տեղակալ, այս առնչությամբ որևէ արձագանք ունեք, որևէ հայտնելու բան ունեք, խնդրեմ։ Հարգելի խորհուրդ, որովհետեւ լրացուցիչ նյութերը առկա չեն, ուստի փոփոխության ենթակա չէ։ Շատ լավ։ Տարություն անել, հարգել դատարան։ Ինչի հետ է կապված ներեցեք։ Հենց այս նորմի կիրառման համար հիմք հանդիսացող պայմանների, թեև ճիշտ է օրենսդիրը պոզիտիվացման տեսանկյունից հստակ դիրքորոշում է հայտնել առ այն, որ վարույթ հարուցող մարմինն է այդ հարցադրումը ուղղում, բայց ես գտնում եմ, որ այդ հանգամանքները առկա են։ Շնորհակալություն, պարոն Մուղնեցյան, ընթացքում պատեվ պահի դուք զրկված չեք ձեր նկատառումները հնչեցնելու հնարավորությունից։ Բոլոր դեպքերում ձեզ ելույթի համար հնարավորություն է անձեռնվելու, այդ թվում նաև ամփոփիչ ելույթով, եւ եթե այդպիսի կլինեն, խորհուրդը ձեզ կլսի։ Շնորհակալ։ Իհարկե, եթե կունենաք այդպիսի, շնորհակալություն։ Ներ արկա չեն արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ներկայացնելու համար ամբիոնի մոտ է հրավիրվում նախարարի ներկայացուցիչը։ Խնդրեմ, պարոն Զեյնալյան։ Շնորհակալություն, հարգելի խորհուրդ։ Հարգելի խորհուրդ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի նկատմամբ փաստաբանի հաղորդման արդիվ առերևույթ կարգապահական խախտման դեպքի կապակցությամբ 2026 թվականի մարտի 20-ին հարուցվել է կարգապահական վարույթ։ Թիվ ԵԴ 24-298-02-22 քաղաքացիական գործով փաստաբան Էմանուել Անանյանին տրված 2024 թվականի սեպտեմբերի 2-ին տրված լիազորագրում վերաքննիչ վճռաբեկ բողոքներ ստորագրելու եւ կամ ներկայացնելու լիազորությունն ուղղակիորեն նախատեսված լինելու պայմաններում դատավորը կայացրել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, ընկերության կողմից ներկայացուցչին դատական ակտը բողոքարկելու լիազորության վերապահված չլինելու հիմքով, որպիսի պայմաններում խախտվել են դատավարության մասնակցի, ինչպես դատարան դիմելու մատչելիության իրավունքը, այնպես էլ ընկերության իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։ Իրականացված կարգապահական վարույթի արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետում, 56-րդ հոդվածի 2-րդ մասում, 372-րդ հոդվածի առաջին մասի 1.1 կետում ամրագրված պահանջների խախտումներ, որն արտահայտվել է ներկայացուցչին լիազորագրով ուղղակիորեն վերապահված լիազորության առկայության պայմաններում բողոքը արդեն իսկ նշված հիմքով վարույթ ընդունելը մերժելով։ Հարգելի խորհուրդ, ամփոփելով խոսքս խնդրում եմ Արդարադատության նախարարի 2026 թվականի մայիսի 12-ի միջնորդությունը բավարարել, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Ավարտեցի, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Զեյնալյան, խնդրեմ կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Արդյոք առկա են հարցեր լիազոր մարմնի ներկայացուցչին։ Հարգելի պարոն Սերոբյան, ունեք այդպիսիք։ Այո, ունենք հարցեր, հարգելի խորհուրդ։ Խնդրեմ, պարոն Մուղնեցյան։ Հարցադրումներս հետևյալն են, հարգելի գործընկերներ, մասնավորապես մինչև բարձրագույն դատական խորհուրդ դիմել է ըստ վարույթի նյութերի, ես տեսնում եմ, որ հաղորդում ներկայացրած անձը ներկայացրել է դիրքորոշում, դիմում թվով 2 հատ եւ խնդրել է ըստ էության վարույթը դադարեցնել, գտնելով, որ դա իրեն այլևս իր իրավունքների պաշտպանության տեսանկյունից այս գործընթացը էական նշանակություն չունի։ Հարցադրումս հետևյալն է, ինչով է պայմանավորված, որ այդ դիմումին համապատասխան ընթացք չի տրվել եւ կարգապահական վարույթը այդ փուլում չի դադարեցվել համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ Շնորհակալություն հարցի համար, Հարգելի խորհուրդ, տեղեկացնում եմ, որ հաղորդում տված անձի ներկայացրած համապատասխան դիմումը պատշաճ կարգով քննության առնվել է նախարարության կողմից եւ դրա վերաբերյալ լիազոր մարմնի դիրքորոշումը հենց արտահայտված է ներկայացված միջնորդությամբ։ Ցանկանում եմ կրկնել, հարգելի խորհուրդ, որ լիազոր մարմնի հստակ դիրքորոշումը այս հարցով հետևյալն է։ Կարգապահական վարույթի նպատակը անձի իրավունքի պաշտպանությունը չէ, կարգապահական վարույթի նպատակը դատական իշխանության հեղինակության պաշտպանությունն է։ Եվ ցանկացած բարագայում, երբ որ լիազոր մարմինը պատշաճ աղբյուրից ստանում է առերևույթ կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդում,
տեղեկություններ, պարտավոր է, օրենքի մեկնաբանումը մեր դրա վերաբերյալ հետևյալն է, պարտավոր է դրան տալ համապատասխան գնահատական, համապատասխան իրավական գործընթացը սկսել եւ հիմքերի առկայության պայմաններում դիմել բարձրագույն դատական խորհրդին։ Այսինքն հաղորդումները լիազոր մարմնի կողմից դիտվում են հանրային գանգատի տրամաբանության շրջանակներում եւ որպես այդպիսին, այսպես կոչված տնօրինչականության սկզբունք, եթե կարելի է այդպես ասել, հաղորդում ներկայացրած անձի կողմից այստեղ չկա եւ գոյություն ունենալ չի կարող։ Նախկինում եղել են նման նախադեպեր, հարգելի խորհուրդ, եւ ըստ էության հաշվի առնելով, որ ներկայացված նման պայմանների առկայության դեպքում խորհուրդը մեր ներկայացրածից տարբերվող դիրքորոշում չի արտահայտել, մեր ընկալումը նաև այն է, որ խորհրդի որպես դատարան հանդես եկող մարմնի կողմից նույնպես համաձայնության է հայտնվել մեր դիրքորոշմանը։ Շնորհակալություն։ Այո, հաջորդ հարցադրումս մասնավորապես Միջնորդության ԲԴԽ դիմելու 13-րդ էջի 3-րդ պարբերություն այս հարցին անդրադառնում եք եւ նշում եք, որ լիազոր մարմինն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումները դիտարկվում են հանրային գանգատի տրամաբանության շրջանակներում։ Հարցադրումս հետևյալն է, ես կխնդրեի, որպեսզի պարզաբանեք, թե ինչ է նշանակում տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմնի ընկալումներում զուտ իրավական կարգավորման շրջանակներում հանրային գանգատ, այսինքն ես որպես լեզվատրամաբան ունես երևույթը մեկնաբանում նշանակում է գանգատ, դա ինչ որ անձի կողմից ներկայացված է եւ դա հանրային բնույթ ունի, ես կխնդրեմ, որպեսզի պարզաբանեք, թե ինչ է նշանակում հանրային գանգատ այս գործի շրջանակներում եւ որն է այն լիազորող նորմը, որը սահմանադրական օրինականության սկզբունքի հարուցող մարմնին տալիս է այդ հնարավորությունը անձի հաղորդումը դիտարկել հանրային գանգատ եզրույթի տրամաբանության շրջանակներում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Զեյնալյան, եթե ցանկանում եք կարող եք արձագանքել։ Շնորհակալություն, հարգելի խորհուրդ։ Հանրային գանգատ ասվածը որպես այդպիսին, որպեսի բացահայտեմ, երևի թե շատ անհրաժեշտություն կլինի իրավունքի տեսության դաշտ նաև մտնելու գուցե հանգամանքների բերումով դահլիճում շատերը նաև ակադեմիայի ներկայացուցիչներ են եւ շատերի համար շատ ընկալելի որպես այդպիսին դիրքորոշում կլինի, սա վստահ եմ։ Որպես այդպիսին հանրային գանգատը իրենից ներկայացնում է անձի կողմից ներկայացված բողոք, եթե կարելի է այդպես ասել, ուղղված որևէ պետական մարմնին, ով որ լիազորություն ունի որևէ իրավական գործընթաց սկսելու, որի վերջնարդյունքը պետք է հանգի որևէ տեսակի իրավաբանական պատասխանատվության ենթարկելուն, դա կլինի կարգապահական պատասխանատվություն, դա կլինի վարչական պատասխանատվություն, թե դա կլինի քրեական պատասխանատվություն տարբեր դեպքերում։ Ներկայացված բողոքն է, որում ներկայացված են տվյալներ, այդ բողոքը պարունակում է տվյալներ, տեղեկություններ, անձի կողմից որոշակի խախտումներ, օրենքի խախտումներ կատարված լինելու մասին։ Հանրային գանգատ ասվածը շատ հայտնի է քրեական դատավարության տեսության մեջ, որը իրենից ենթադրում է հետևյալը. երբ որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները ստանում են տեղեկություն հանցանքի մասին, կատարված առերևույթ հանցանքի մասին, պարտավոր են նախաձեռնել համապատասխան գործընթաց եւ տալ դրան իրավական գնահատական։ Ի հակառակ սրա, որպես այդպիսին, գոյություն ունի մասնավոր գանգատի ասվածը կամ գործող քրեական դատավարության օրենսգրքի կարգավորման պայմաններում մասնավոր քրեական հայց կոչվածը, որի դեպքում որպես այդպիսին անձին քրեական հետապնդման ենթարկելու հայեցողությունը, եթե կարելի է այդպես ասել, տուժողինն է, այսինքն տուժողն է որոշում, եթե շատ պարզ փորձեմ միտքը ձևակերպել, թե արդյոք տեսնում է նաև նպատակահարմարություն անձին, ով որ իր ընկալմամբ իր նկատմամբ հանցանք է կատարել, որից տուժողն է ինքը, քրեական հետապնդման ենթարկել։ Հիմա երբ որ խոսքը գնում է նաև, կարծում հանրային գանգատի տրամաբանություն կարողացա բացատրել, թե որն է մեր ընկալմամբ հանրային գանգատ ասվածը։ Հիմա անցնեմ լիազորող նորմի կտորին, հարգելի խորհուրդ։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը ուղղակիորեն սահմանում է լիազոր մարմնի լիազորությունը վարույթ հարուցելու, վարույթ իրականացնելու եւ բարձրագույն դատական խորհրդին դիմելու։ Սա լիազորություն է, որը միևնույն ժամանակ նաեւ պարտականություն է։ Պետական մարմինները լիազորված են կատարելու բացառապես այնպիսի գործողություններ, որոնց համար օրենքով կամ սահմանադրությամբ ուղղակիորեն սահմանված են, ուղղակիորեն լիազորված են, հարգելի խորհուրդ։ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում որևէ դրույթ անգամ չենք կարող գտնել, որի պայմաններում լիազոր մարմինը կամ կարգապահական վարույթ հարուցող այլ մարմինները որևէ պարագայում վարույթ կարգապահական խախտման հաղորդում ներկայացրած
անձի հետագա դիրքորոշումով պայմանավորված դադարեցնեն նախաձեռնված իրավական գործընթացը։ Հենց այս ամբողջության մեկնաբանման տիրույթում է, որ մեր ընկալումը եւ մեր մեկնաբանումը Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգապահական վարույթների գլխում ներառված նորմերի մենք մեկնաբանում ենք այնպես, որ սա մեր համար պարտականություն է, ոչ թե հայեցողություն պայմանավորված հաղորդում տված անձի դիրքորոշմամբ։ Կրկին ցանկանում եմ այլ իրավունքի ճյուղերի հետ համեմատությունը անցկացնել եւ այս դեպքում, քանի որ հիմնական համադրությունը հենց քրեական դատավարության հետ արվեց եւ քրեական վարույթների հետ արվեց, կարող ենք տեսնել հետեւյալը։ Այնտեղ հանրային քրեական հետապնդման եւ մասնավոր քրեական հայցերի միջև տարբերակման տիրույթում երբ որ տեսնենք, հատուկ կանոն որպես այդպիսին սահմանված է բացառապես մասնավոր քրեական հայցերի դեպքում։ Այսինքն այն դեպքում, երբ որ խոսքը գնում է հանրային քրեական հետապնդման մասին եւ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, քրեական դատավարության օրենսգրքում որևէ տեղ, հենց իմ արդեն նախորդիվ մեկնաբանված օրինականության սկզբունքի տրամաբանությամբ նաեւ, որևէ տեղ քրեական դատավարության օրենսգրքում օրինակ չենք գտնի, որ սահմանված լինի ուղղակիորեն, որ տուժողի կողմից հաղորդումը հետ վերցնելու ճակերտավոր ասած պայմաններում քրեական հետապնդման մարմինները պետք է կարճեն գործի վարույթը կամ հետապնդում չիրականացնեն կամ հետապնդումը դադարեցնեն, մի խոսքով քրեական դատավարություն օրենսգրքով սահմանված համապատասխան որոշումները։ Եվ նույնական իրավիճակը հարգելի խորհուրդ այս դեպքում պրոյեկտելով ունենք դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում։ Լիազոր մարմինը ունի լիազորություն, որ միևնույն ժամանակ մենք դիտարկում ենք նաև որպես պարտականություն լիազոր մարմնի համար, ցանկացած դեպքում պատշաճ խախտման մասին առերևույթ տեղեկություն ստանալու դեպքում նախաձեռնել եւ իրականացնել համապատասխան իրավական գործընթաց։ Եվ հետագա գործընթացները որևէ կերպ չեն կարող պայմանավորված լինել հաղորդում ներկայացրած անձի դիրքորոշմամբ, ի լրումը նախորդիվ ներկայացված դիրքորոշումների նաև հենց այն պատճառով, որ նաև նշեցի կարգապահական վարույթի նպատակը ոչ թե անձի իրավունքների պաշտպանությունն է, այլ դատական իշխանության անկախության պաշտպանությունը։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցս դեռ շատ տեսական մանրամասն է, շնորհակալություն։ Ես դրա վերաբերյալ դիրքորոշումը կհայտնեմ, այո, հաջորդ հարցս մասնավորապես դուք ձեր դիմումում նշում եք նաև 5-րդ էջում միջնորդության մեջ ավելի կոնկրետ նշում եք, որ արկա է վնասի էլեմենտը նաև համապատասխան դիմող անձի համար, որովհետև անձը չի կարողացել իրացնել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը գնման իրավունքով եւ կամ սեփականության իրավունքով փոխանցման շրջանակներում եւ դրա արդյունքում գտել եք, որ մոլդովական 37.46 հասցեի կառուցվող շենքի համապատասխան մակերեսով բնականի գույքի շուկայական արժեքը նվազեցվել է եւ կամ իջել է։ Հարցս հետեւյալն է. այ ո՞րն է ձեր եզրահանգման հիմքը այդ վնասի առումով, որ կառուցապատող ընկերության ակտիվը շուկայական արժեքի տեսանկյունից նվազել է այդ գինը, եթե ոչ ավելացել։ Որտեվ ես ինչքանով հասկացա, այս էլեմենտը կարևոր էր հետևանքների առումով վնասի լինելիության մասով։ Հարգելի խորհուրդ, Շնորհակալություն։ հարգելի խորհուրդ, չցանկանալով իրականում ներկայումս այս պահին խորհրդին ծանրաբեռնել այդ տիրույթի քննարկումներով, ցանկանում եմ հիմնական շեշտադրումը կատարել հետևյալի վրա։ Այն ինչը որ ներկայացուցչի կողմից նշվեց որպես հետևանք շեշտադրում կատարված լիազոր մարմնի կողմից, ըստ էության դա ածանցյալ հետևանք է եւ ոչ հիմնական հետևանքն է, որը որ տեղի է ունեցել խախտման արդյունքում։ Խախտման արդյունքում տեղի ունեցած հիմնական հետևանքը արդարադատության էության խաթարումն է։ Այսքանը, շնորհակալություն։ Պարոն Մուղնեցյան, ներողություն, մեկ վայրկյան ձեզ ընդհատեմ, իհարկե կարող եք ձեր հարցերը հնչեցնել, շարադրել, ուղղակի եթե հնարավոր է, ուղղակի հարցը, ասենք, ի սկզբանե մի մեկնաբանեք, էլի, միանգամից հարցը ուղղեք, հարցը, շնորհակալություն։ Շատ լավ, որ նշում եք դա ածանցյալ հետևանք է, ինչա նշանակում կարգապահական վարույթի եւ կարգապահական խախտման տեսանկյունից այդ հիմքի գնահատումը որպես ածանցյալ հետևանք լինել։ Ինչ է այդ ածանցյալ հետևանքը։ Այսինքն հետևանք է, որը նույնպես տեղի է ունեցել բացի հիմնական այն հետևանքից, որը որպես խախտում վերագրվում է դատավորին, հարգելի խորհուրդ։ Իսկ մնացած մասով անձի իրավունքների վերաբերյալ տվյալ վարույթի շրջանակներում այն հետևանքները, որը որ մենք միջնորդության մեջ փորձենք կատարել վերլուծել եւ ըստ մեզ հիմնավորել ենք, դրանք որպես այդպիսին հիմնական հետևանքները չեն, որը որ վերագրվում են դատավորին։ Այսինքն, եթե առաջ ընկնելով ասեմ, տեսականորեն գուցե եւ ներկայացուցիչը համապատասխան փուլում ներկայացնի ինչ որ հիմնավորումներ, որոնք որ ենթադրենք հերքելով ներկայումս նշվածը, որ
շուկայական արժեքի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ինչպես նշվեց, որ ենթադրենք մենք նշել ենք նման հանգամանք, գուցե համապատասխան փուլում ներկայացուցիչը կներկայացնի ինչ-որ տեղեկություն, որ նման բան տեղի չի ունեցել, սա առաջ ընկնելով ցանկանում եմ հերքել, որ դա մեր հիմնական որպես հետևանք պարոն Սերոբյանին վերագրված խախտման արդյունքում տեղի ունեցած հետևանքը չէ։ Այս միջնորդության շրջանակներում մենք որպես պաշտպանության մարտահրավեր կարող ենք ընկալել, որ դա միջնորդության հիմքում դրված չէ կարգապահական պատասխանատվություն, թե դա դրված է որպես ձեր ասած ածանցյալ հիմք։ Միջնորդության հիմքն ուզում հասկանամ կա թե չկա։ Միջնորդության հիմքում դրված է, այնքանով որքանով մեկնաբանված եւ հիմնավորված է, ինչպես նշեցի, դա ածանցյալ հետևանք է։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Ուղնեցյան։ Հաջորդ հարցադրումս մասնավորապես խոսքը վերաբերում է 142 հոդվածի 2-րդ մասով առկա իրավակարգավորմանը, ըստ որի արարք չի համարում կարգապահական խախտում, եթե այն թեև ձևականորեն պարունակում է սույն օրենքներով սահմանած դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ երեւությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։ Այս նորմի ֆորմալ ձևակերպման համար օրենսդիրը կարևորել է 2-3 միաժամանակյա պայմանի առկայություն, մասնավորապես հետևանքի առկայությունը։ Համապատասխան հիպոթեզի պայմաններից որևէ մեկի լինելիության տեսանկյունից ես կխնդրեի, որպեսզի այս վարույթի շրջանակներում մեզ պարզաբանեք, մասնավորապես այս դեպքում որ հիմքն է առկա, դատավորի կարգավիճակի համապատասխանության հարց դուք տեսնում եք թե չեք տեսնում, եւ եթե այդ արարքը իրայությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը, ապա այդ հեղինակազրկումը ինչպես է դրսևորվել կոնկրետ այս գործով։ Հարգելի խորհուրդ, ինչպես նշեցի, մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը կարգապահական խախտման հիմք է, դրա արդյունքում ինչպես արձանագրել է Վճռաբեկ դատարանը իր համապատասխան որոշմամբ, խաթարվել է արդարադատության բունեությունը եւ սա հետևանքն է։ Շնորհակալություն, խնդրեմ հաջորդ հարցի։ Այս բան հարցադրումներ չունեմ, մնացած դիրքորոշումներով կներկայացնեմ։ Հարգելի պարոն Սերոբյան, այդպիսի կան։ Շնորհակալություն նկատի ունենալով, որ կողմը հարցեր չունի, հարգելի խորհրդի անդամներ կան այդպիսի կան։ Շատ լավ։ Խնդրեմ դիք։ Պարոն Զեյնալյան, մի հատ նորից անդրադառնանք այդ հետևանքի պահին։ Հիմա միջնորդության մեջ կոնկրետ կնշեք այն հատվածը, որով հիմնավորվում է ձեր ասած հետևանքի պահը, բուն հետևանքի, ոչ թե ձեր ասած ածանցյալ։ Եթե խորհուրդը ժամանակ կտա, անգիր որը հիմա չեմ դիապետում, նայեմ ասեմ։ Ներկայացուցիչ պարոն Դանիելյան, ես Շատ լավ, շնորհակալություն, հարգելի պարոն Զեյնալյան։ Ընթացքում եթե պատեհ պահի նպատակահարմար կգտնեք, կարող եք արձագանքել, շնորհակալություն։ Այժմ միջնորդության վերաբերյալ դեռևս 2026 թվականի հունիսի 1-ին խորհրդին ուղղված պատասխանը ներկա Կներեք ընդհատելու համար հարգելի խորհուրդ թույլ կտաք։ Այո։ 12-րդ էջի վերևի հատվածում։ 12-րդ Առաջ պարբերությունը օրինակ։ 1 րոպե կներեք։ Դրա մասին կա վերլուծություն նաև 13-րդ էջի վերջին պարբերությունից սկսած, որը շարունակում է մինչև 14-րդ էջի վերին հատվածը։ Ուղղակի ձեր այդ ասած դիրքորոշում ինքը ավելի շատ հետևանքին է առնչվում, թե հենց խախտման բնույթին։ Հարգելի խորհուրդ, մեր ընկալմամբ մենք ունենք հետևանք արդարադատության էության խաթարում, արդարադատության խաթարումը որոշակի գործողությունների արդյունքում արկա հետևանք է։ Արդարադատության խաթարումը մեր ընկալմամբ ինչ որ իրավիճակ է, որի պայմաններում Ես շատ լավ հասկանում եմ ինչ արդարադատության խաթարումը, պարոն Զեյնալյան։ Որևէ կերպ Իմ կարծիքով այս դեպքում դուք պետք է նշեիք կոնկրետ որևէ գործողություն, որը գտնում եք, որ այս դեպքում հետևանք է։ Արդարադատության այդ ձեր ասած խաթարման այդ բնորոշման հիմքով Վճռաբեկ բողոք է վարույթ ընդունվել եւ համապատասխան որոշում է կայացվել։ Այո, համապատասխան որոշում է կայացվել եւ արձանագրվել է, որ տեղի է ունեցել դա հարգելի խորհուրդ։ Եվ դա հիմք է հանդիսացել, որ ինչ որ վարույթ չէ սկսվի հաղորդման պարագայում իհարկե, բայց ինձ զուտ հետաքրքիր է հետևանքը հիմա այստեղ ինչն է, ասենք մարդը զրկված ա եղել, հետո բողոք տանի, չգիտեմ, վնաս ա կրել, ինչ ա արել։ Կոնկրետ հետևանքը ո՞րն է։ Դուք ասում եք արդարադատության բունեության խաթարում, այդ շատ լավ հասկանում եմ, բայց կոնկրետ գործողություն կարաք նշեք, որը որ հետևանք է այս դեպքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, հարգելի խորհուրդ, ես կարծում եմ, որ այս դեպքում լիազոր մարմնի եւ խորհրդի կողմից հարցադրման մեջ ներկայացված երևի թե հետևանքի մասով կոնցեպտուալ ընկալման տարբերություն կա, որովհետեւ Ձեր ընկալումը այդպիսին է, որ այդ արտահայտությունը միայն նշելով, որ արդարադատության էության խաթարում է տեղի ունեցել, դուք գտնում եք, որ այդ պահանջը բավարարված է հետևանքի առումով։ Ճիշտ ընկալեցի։ Եթե թույլ տաք միտքս ավարտեմ, գուցե հնարավոր լինի բարձրաբանել։
Հարգելի խորհուրդ, մեր ընկալմամբ հետևանք ասվածը, ես հարցադրումներից իմ մոտ գուցե այդպես չի, բայց իմ ընկալումն էր, որ այդ թվում նաև ներկայացուցչի հարցադրումներից։ Իմ մոտ ընկալում կա, որ երբ որ խոսում ենք կարգապահական խախտման հետևանքի մասին, ինքնաբերաբար ունենք ընկալում, որ այդ հետևանքը որևէ կերպ պետք է պարտադիր կողմերից որևէ մեկի նկատմամբ հաշվի առնելով սույն գործի առարկան նաև, սույն գործի ասելով նկատի ունեմ մայր գործի, քաղաքացիական գործի, ոչ թե կարգապահական վարույթի, կողմերի նկատմամբ որևէ տնտեսական արդյունք ունենա, չգիտեմ, ինչ-որ ֆիսկալ նշանակություն ունենա կամ ինչ-որ գույքային բնույթի ինչ-որ հետևանք առաջանա։ Բայց մեր ընկալմամբ այդ հետևանքը հատկապես կարգապահական վարույթի նպատակը հաշվի առնելով միայն տնտեսական որևէ հետևանք առաջանալը չէ կողմերի համար, այլ նաև ինչպես այս դեպքում ենք մեր ընկալմամբ եւ մեր պատկերացմամբ հիմնավորում, հետևանք է լիազորությունների ուղղակիորեն սահմանված լինելու պայմաններում բողոքը վարույթ ընդունելը մերժելով գործողություն, լիազորությունների սահմանված լինելու պայմաններում բողոքը վարույթ ընդունելը մերժել, սա գործողությունն է, տեղի է ունեցել արդարադատության, բունեության խաթարում, այսինքն անձը զրկվել է դատական պաշտպանության իրավունքի իրականացումից։ Շնորհակալություն պարոն Զեյնալյան, եթե այլ հարցեր չունեն խորհրդի անդամները, անցնենք առաջ։ Այժմ ինչպես արդեն իսկ նշեցի, պատասխանը ներկայացնելու համար հրավիրվում է պարոն Դավիթ Սերոբյանը, դատավորը, խնդրեմ, կամ ներկայացուցիչը։ Շնորհակալություն։ Ես փորձեմ շատ հակիրճ լինել պատասխանի տեսանկյունից, մնացած ամփոփիչ հանգամանքներին կանադառնամ վերջում, համապատասխան ամփոփիչ շարժի ընթացքում։ Պատասխանը ամբողջությամբ պատմում մենք հարգելի խորհուրդ եւ հարգելի դատան, մեր դիրքորոշումը կանոնում է, որ այո, որոշակի իրավախախտում դատավարական իրավունքի նորմերի խախտման տեսանկյունից կա, բայց այդ խախտումը չի կարող հանգեցնել որոշակի կարգապահական պատասխանատվության։ Մենք չենք գտնում, որ կա հանրային գանգատի հարց, ինչպես հարուցող մարմինը եւ ԲԴԽ դիմաց սուբյեկտն է պնդում, դա բոլորովին այլ երևույթ է իր հայեցակարգերով, որտեղ կարգապահական պատասխանատվությունը ինքը հանրային իրավական պատասխանատվություն չէ։ Հանրային իրավական պատասխանատվությունը բնութագրում է այնպիսի էական հատկանիշներով, որոնք չեն կարող վերագրվել կարգապահական պատասխանատվության։ Ես այդ ամեն ինչին ավելի մանրամասն կանադառնամ, ինչ վերաբերում է արարքի կարգապահական պատասխանատվության չլինելուն, ապա այդ եզրահանգման հիմքում ընկած է դատական օրենսգիր սահմանադրական օրենքի 142 հոդվածի իրավակարգավորումը, ըստ որի օրենսդիրը հստակ տարանջատում է, որ արարքը թեև ձևականորեն պարունակում է այդ հանգամանքները, հատկանիշները կարգապահական պատասխանատվության, սակայն եթե հետևանքները առկա չեն, հետևանքները օրենսդրի կողմից կարևորված հետևանքների մասով են, ապա դա չի կարող դիտարկվել որպես կարգապահական պատասխանատվություն։ Մենք ունենք բազմաթիվ դատական ակտեր, որոնք բեկանվում են վերաքննության եւ կամ վճռաբեկության կարգով, հիմքում դրվում է այն հանգամանքը, որ դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել արտադրության բուն էության խախտմանը, բայց արտադրության բուն էության խախտում եզրույթը որևէ պարագայում չի կարող ամեն անգամ որակվել, որ դա հեղինակազրկում է դատական իշխանությանը։ Հակառակ դեպքում երաստիճան սահմանադրական կառուցակարգը դատական իշխանության որ գոյություն ունի, ամեն անգամ եթե մենք տեսնենք, որ վճռաբեկ դատանը բեկանում է վերաքննիչ դատարանի եւ կամ այլ դատարանի դատական ակտ համապատասխան հիմքով, որ արտադրության բուն էությունը խախտում է, դա միանշանակ ենթադրում է այս տրամաբանության շրջանակներում, որ դատական ակտ կայացրած սուբյեկտը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Եվ մյուս հանգամանքին, որը հարկ եմ համարում շատ հակիրճ անդրադառնալ, դա այն է, որ այդ գործը ավարտվել է հաշտության համաձայնությամբ, հաշտության համաձայնության շրջանակներում մասնավոր իրավական վեճը լուծվել է եւ այն պնդում է, որ դատական պաշտպանության իրավունքից զրկվել է, դա ես չեմ ընդունում, որովհետեւ եթե մենք ուսումնասիրության առարկա դարձնենք բուն դատական գործը, կտեսնենք, որ եղել է հայցի ապահովման միջոց, հայցի ապահովման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը հակընդդեմ ապահովում տրամադրելու միջնորդությամբ ԲԴԽ դիմաց սուբյեկտը դիմել է, առաջի ացանի դատանը մերժել է։ Նույնիսկ եթե մենք պնդենք, որ վերաքննիչ դատարանը այդ բողոքը վարույթ ընդուներ հակընդդեմ ապահովում մերժելու եւ քներ, որևէ մեկը չի կարող այս գործի շրջանակներում պնդել, որ այդ հակընդդեմ ապահովման մերժման միջնորդումը վերաքննիչ եւ կամ վճռաբեկության կարգով բավարարվելու էր։ Բուն իրավունքի խախտումը այդ հարցի միջանկյալ հարցի շրջանակներում կարող էր վերաբերել բացառապես դրան։ Իսկ ինչ վերաբերում է բուն գործին, ապա վերջինը զրկված չի եղել բուն գործի շրջանակներում դիրքորոշումները հայտնելու եւ իր իրավունքները իրացնելու դատական պաշտպանության իրավունքի կառուցակարգում, որը արել են եւ այդ գործը ավարտվել է հաշտության համաձայնությամբ։ Եվ երկրորդը, ես գտնում եմ, որ անձի դիմումի բացակայության պայմաններում հաղորդման ավելի կոնկրետ
դրան էլ մանրամասն կանոնադրում ամփոփիչ ելույթում կարգապահական վարույթի հարուցման այն ռեգուլյացիան, որը որ մենք տեսնում ենք դատական օրենսգրքում, իմ կարծիքով ինքը բաժանվում է մի քանի փուլերի, եւ այդ փուլերից որևէ մեկի շրջանակներում, եթե հոգու դատավորի հայտ է եկել որոշակի հանգամանք, եւ ես գտնում եմ, որ այդ հանգամանքը բացառապես անձի հաղորդման բացակայությունն է, անձի կամահայտության շրջանակներում դա պետք է դիտարկվի որպես հոգու դատավորի հանգամանք եւ դա չի կարող դիտարկվել որպես հանրային պատասխանատվության էլեմենտ, ինչու, որովհետեւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկող սուբյեկտը բացառապես Վարշավային դատական խորհուրդն է, դա ամրագրված է սահմանացիամբ մենք այն ընկալումից եւ այն շրջանակներից իրավագիտակցման պետք է դուրս գանք, որ արդարադատության նախարարը եւ կամ նախարարությունը ունի պատասխանատվության լիազորություններ դատական իշխանության կրող սուբյեկտի դատավորի նկատմամբ դա անթույլատրելի է եւ չի կարելի անալոգիա անցկացնել եւ նույնացնել քրեական իրավունքի եւ կամ հանրային իրավունքի պատասխանատվության ամրագրող որևէ այլ ճյուղի հետ եւ դա դիտարկել հանրային գանգատ հանրային գանգատի շրջանակներում կա գանգատ ներկայացնող արմին, կա իրավազոր յուրիսդիկցիա ունեցող սուբյեկտ, որը անձի նկատմամբ իրականացնում է հանրային իրավական հարկադրանքի գործառույթներ եւ վերջում կիրառում է սանկցիա։ Նախարարը արդարադատության որպես գործադիր իշխանության կրող սուբյեկտ չունի սահմանադրական առաքելություն դեր գործառույթ, որով կարող է հանրային գանգատ դիտարկել անձի հաղորդումը եւ գտնի, որ ինքը լիազորություն ունի հանրային գանգատ քննելու եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց քննելու։ Դրա համար այդ վարույթը բաժանված է մի քանի փուլեր եւ ես գտնում եմ, որ կարգապահական պատասխանատվությունը դա հանրային գանգատի քննարկման տիրույթում երբևէ չի կարող մեկնաբանվել։ Եթե հարցեր կա, փորձեմ ավելի պարզաբանել, մնացած ինչ որ ներկայացնենք ամբողջությամբ պնդում ենք։ Հարցերն պատրաստ եմ պատասխանել, շնորհակալ եմ։ Շատ լավ, շնորհակալություն, հարգելի պարոն Ուղնեցյան, այն ինչ որ հնչեցրեցիք նաեւ ձեր դիտարկումները սուտ ձեր դիտարկումների համատեքստում էր։ Այո, մեր դա ձեր կարծիքն էր, ուղղակի որ շեշտադրում անեք, որ բոլորին ընկալելին էր, որովհետև խոսքը գնում է վերաբերելի իրավակարգավորումներին, որով ներկայումս գործում են։ Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարգելի խորհրդի անդամներ, խնդրեմ։ Շնորհակալություն։ Վերագրվող խախտումը ես կուզեի, որ դատավորը պատասխանի ամեն դեպքում, որտեղ հարցից բնույթը այնպիսին է, որ ներկայացուցիչը դժվար կարողանա դատավորի փոխանցել պատասխան։ Վերագրվող խախտումը վիճարկում եք, հարգելի դատավոր։ Ոչ։ Իսկ դատարան վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտ կա։ Շատ լավ, մի այսպիսի հարց։ Դուք մեկնաբանել եք լիազորագրի բացակայությունը, թե չեք նկատել։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որովհետև Եթե կարելի ես պատասխանեմ, ավելի առարկայական այնտեղ չեմ եղել, բայց պարոն Սերոբյանն ինձ մանրամասն Ես ձեր թույլտվությամբ պատասխանեմ, որովհետև մանրամասն տիրապետում եմ, ուղղակի զուտ էթիկայի ձեռներով պարոն Սերոբյանը գտնում է, որ նպատակարար չէ ձևով պատասխանել, բայց ես ձեր ուղղակի հարցադրման պատասխանում են ինչ որ իրականում եղել է։ Մենք դատական ծառայության համագարկում ունենք դատավորինքից դատական ծառայություն, որոնց վրա կա հստակ պարտականություն, որ դատավորին ներկայացրել են այդ ամեն ինչը, ինքը ընդունել է այդ ամեն ինչը եւ այն նախագիծը, որ ներկայացվել է, որ չկա, ուղղակի պարոն Սերոբյանը էթիկապես ճիշտ չի համարում այդ ամեն ինչը, դա հիմք է դիտարկվել եւ դրանով գնացել են առաջ։ Չէ՞ որ ասում եք չի նկատել, իհարկե չի նկատել։ Ես չեմ նկատել, հարգելի դատարան։ Շատ լավ։ Նախարարության ներկայացուցիչները եւ խորհուրդը անցնում է վարույթի շրջանակներում ներկայացված փաստաթղթերի հրապարակմանն է, կարող ենք ներկայացված փաստաթղթերը դիտարկել որպես այդպիսին հրապարակված հետազոտված։ Մեր կարծիքով այո։ Որևէ առարկություն կա, պարոն։ Առարկություն չունենք, մենք համակարծիք։ Դիտարկում ենք, համարվում է հրապարակված հետազոտված, նկատի ունենալով, որ բոլորս ծանոթ ենք, բոլորիս հասանելի է։ Այժմ անցնում ենք եզրափակիչ ամփոփիչ ելույթներին։ Խնդրեմ, պարոն Զեյնալյան, ասելիք ունեք, խնդրեմ։ Շնորհակալություն հարգելի խորհուրդ։ Սկսեմ վերջից։ Պարոն Սերոբյանի կողմից կայացված դատական ակտով
Սա խորհրդի կողմից տրված հարցին ի պատասխան մեր ընկալումը փորձեմ պատասխանել, հա, մեր ընկալումը արտահայտեմ։ Պարոն Սերոբյանի կողմից կայացված դատական ակտով լիազորագրի վերաբերյալ սահմանվել է հետևյալը, որ ներկայացուցչին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն։ Եվ մեր ընկալմամբ հենց սա է, որ փոխկապակցելով հաջորդիվ իմ կողմից ներկայացվող փաստարկման հետ, կասեմ հետևյալը, որ այո, պետք է համաձայնեմ ներկայացուցչի հետ միանշանակ, որ վճռաբեկ դատարանի կողմից կայացված ցանկացած ակտ, որը կբեկանի ստորադաս դատականատյանների դատական ակտերը, կամ նույն հաջողությամբ վերաքննիչ դատարանի կողմից, առաջինատյանի դատարանի կողմից բեկանված դատական ակտի բեկանված լինելը, ինչը ներկայիս ուղղակիորեն սահմանված է նաև դատական օրենսգրքով, ինքնաբերաբար ուղղակիորեն չի կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության։ Հենց այդ է պատճառը, որ մեր կողմից ցանկացած հաղորդում բնականաբար դիտարկվում է հարգելի խորհուրդ անհատապես։ Եվ այստեղ այն դեպքն է, որը մեր պատկերացմամբ տեղի ունեցած խախտում այս կարգապահական խախտման հիմք է հանդիսանում։ Ինչու՞, որովհետև տեղի ունեցածը օրենքի մեկնաբանման արդյունք չէ, տեղի ունեցածը փաստերին տրված գնահատականի արդյունք չէ։ Տեղի ունեցածը ուղղակիորեն սահմանված լիազորության իրացվելու արգելք է, որ տարբեր հանգամանքների բերումով կարող է լինել, այդ թվում նաև գուցե չնկատելու եւ այլնի, դատավորը եւ ներկայացուցիչը որոշակի դիրքորոշում արտահայտեցին դրա վերաբերյալ։ Անձը տվյալ դատական ակտով ունենալով լիազորագրով սահմանված հստակ լիազորություն, դատական ակտով զրկվել է տվյալ լիազորության իրականացումից։ Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ դրանով տեղի ունեցել արդարադատության բնույթության խախտում։ Սա արարք եւ հետևանքը։ Անդրադառնալով հանրային գանգատի վերաբերյալ ներկայացուցչի կողմից ներկայացված դիտարկումներին, ես շատ եմ առիթ ունեցել սրա մասին խոսելու, հերթական անգամ չեմ խոսի, խորհրդին չծանրաբեռնեմ, որտեվ լիազոր մարմնի դիրքորոշումը երևի մոտավորապես, եթե հիշողությունս չի դավաճանի, մոտավորապես երևի 2021 թվականից առնվազն սկսած լիազոր մարմնի դիրքորոշումը սրա վերաբերյալ հստակ է։ Դեռ նաև նախկին պաշտոնավորող նախարարների եւ ներկայացուցիչները առիթ են ունեցել բազմաթիվ անգամ այս դահլիճում, երբ որ դեռ անգամ այս դահլիճը այս տեսքն էլ չուներ, առիթ են ունեցել այդ դիրքորոշումը այստեղ արտահայտելու։ Մեր ընկալումը նաև այն է, որ խորհուրդը ըստ էության նաև համաձայնել է մեր այս դիրքորոշմանը։ Այդ իսկ պատճառով հավելյալ չեմ ծանրաբեռնի եւ փաստարկներս չեմ ներկայացնի, քանի որ արդեն առիթ ունեցա նաև ներկայացնելու։ Բայց մի բան միայն կասեմ, որ Չակերտավոր ասած բողոքի բացակայությունը մի անգամ մի վարույթով հենց ինքս առիթ ունեցել եմ նշելու, որ մեր համար ինքնին կասկածելի է այն երևույթը եւ անհանգստացնող է այն երևույթը, որ հաղորդում ներկայացնելուց հետո մենք նման դիմումներ ենք ստանում։ Իրավիճակները տարբեր կարող են լինել, հարգելի խորհուրդ, ես որևէ կերպ չեմ փորձում տվյալ դեպքի մասով որևէ կասկածներ առաջացնել, այլ որպես երևույթ մեր ընկալումն եմ ասում ստացված դիմումներին։ Բայց այստեղ կարևոր մի հանգամանք կա։ Նշված դիմումը եւ դրանում ներկայացված տեղեկությունները այն մասին, որ կողմը կամ փաստաբանը այլևս չակերտավոր բողոք չունի, իսկ մեր կարծիքով դա բողոք ասվածը շատ պայմանական արտահայտություն է, ես ասում եմ այդպես, որովհետեւ հիմնականում հենց այդպես է տվյալ դիմումներում սահմանվում, ներկայացվում, ձևակերպվում այդ միտքը։ Այն հանգամանքը, որ ներկայացվում է դիմում նման ձևակերպմամբ, դա չի բացառում հաղորդումը որպես իրավաբանական փաստ արկա լինելը մինչ այդ։ Սա նրա համար եմ ասում, որ ներկայացուցչի կողմից իր պաշտպանական խոսքում նշվեց, որ հաղորդման արկայությունը այլևս չկա եւ այլն, երբ որ նշվում է հաղորդման պայմաններում բացառապես կարող է լիազոր մարմինը գործընթաց սկսել եւ այլն։ Հետագա այդ դիմումում ներկայացված հանգամանքներից հրաժարվելը կամ դատավորի գործողություններից չբողոքարկելը որևէ կերպ չի օբյեկտիվ իրականությունից կամ ցանկացած իրական հարթությունից որևէ կերպ չի վերացնում որպես իրավաբանական փաստ այդ հաղորդման արկայությունը։ Այդ իսկ պատճառով լիազոր մարմինը պարտավոր է դրան տալ գնահատական եւ իրավական գործընթաց նախաձեռնել։ Այստեղ հնչեցին նաեւ կարծիքներ նախարարի լիազորության վերաբերյալ,
Ես կարծում եմ, որ այս դահլիճը այն վայրը չէ, ամենայն հարգանքով Բարձրացյանի նկատմամբ, բայց այս դահլիճը այն վայրը չէ, որտեղ պետք է քննարկվի նախարարի նման լիազորություն ունենալ կամ չունենալու նպատակահարմարությունը։ Օրենսդիրը սահմանել է այդ լիազորությունը եւ դա իրացվում է։ Այսքանը հարգելի խորհուրդ ամփոփելով խնդրում եմ Արդարադատության նախարարի 2026 թվականի մայիսի 12-ի միջնորդությունը բավարարել, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության։ Ավարտեցի, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Զայնալյան, եւ մեկ դիտարկում եւս, եթե նկատեցիք, խորհուրդը պարոն Մուղնեցյանի ուշադրությունը այդ հանգամանքի վրա բևեռեց։ Շնորհակալություն։ Այժմ ամփոփիչ եզրափակիչ ելույթի կապակցությամբ ձայնը տրվում է պարոն Մուղնեցյանին, խնդրեմ մոտեցեք ամբիոնին, պարոն Մուղնեցյան։ Շնորհակալություն։ Ես գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական կարգավիճակը հենց դրա համար, որ դատավորներին պաշտպանի անհարկի միջամտություններից, եւ ես կաշկանդված չեմ դիրքորոշում հայտնել եւ պնդում եմ այն ինչ որ հայտարարել եմ, հարգելի դատարան, բայց ինչեւ է։ Հիմա առարկայական անդրադառնամ կարգապահական վարույթ անվանումը կարող գործընթացին դրա փուլայնությամբ եւ հասկանանք այդ գործընթացը այս գործի շրջանակներում ինչպես է իրացվել։ Ժամանակագրական առումով 2025 թվականի օգոստոսին ես ինչքան որ հասկացա, ուղղակի ձեռքից տակ չկա, թե սխալվում խնդրում եմ ինձ ուղեք, ներկայացվել է այդ հաղորդումը։ Կարգապահական վարույթը հարուցվել է այս տարվա մարտին մոտ, այսինքն 8 ամիս անց կամ 7 ամիս անց։ Հարցը առաջանում նախարարությունը 7 ամիս ինչ գործընթաց է իրականացնում։ Արդյոք դա կարգապահական վարույթ է թե ոչ, այդ գործընթացը։ Կարգապահական վարույթը երբ որ հարուցվել է այս տարվա մարտին, ամսաթվեր կոնկրետ չասեմ, համոզված եմ խորհրդին զիզ լավ տիրապետումը, եւ դրանից հետո մինչև Բարձրագույն դատական խորհուրդ դիմել է, անձը ներկայացնում է իր հաղորդումը, ասում է գիտեք ինչ կա, դիմում ավելի շուտ դիրքորոշումը, ես իմ հաղորդումը չեմ պնդում, ինչու։ Ըստ էության, որտեղ ասում եմ մարդը, երբ որ ուսումնասիրում են գործի նյութը, տեսնում են, որ այդ գործը ավարտվել է հաշտության համաձայնությամբ եւ իրավական առումով անձը իր իրավունքների պաշտպանության տեսանկյունից որևէ խնդիր չունի։ Այսինքն ինչ անում նախարարությունը փաստացի։ Հաղորդումը ստանում է Ես չեմ տեսել կից ներկայացված նյութերին, որ հաղորդումը ստանալուց մինչև կարգապահական վարույթի հարուցումը այդ 6-7 ամսվա ընթացքում նախարարությունը եւ կամ նախարարական իրավասու սուբյեկտը իրականացրել է ինչ-որ ակտիվ գործողություններ այդ շրջանակում հաղորդման բավարարման տեսանկյունից, հա, անձի իրավունքների շահերի պաշտպանության տեսանկյունից կամ ինչպես դիմողն ապնդում հանրային գանգատի քննության տեսանկյունից 6-7 ամիսը դա բավականաչափ ժամանակահատված է, որ նույն հենց իրավունքների պաշտպանության կառուցակարգի տեսանկյունից հանրային գանգատի հասկանանք, թե հանրային իշխանական լիազորություն ունեցող սուբյեկտը ինչ արել 6-7 ամիս։ Ես գործի նյութերից տեսնում եմ, որ ոչինչ չի արվել։ ԲԴԽ ներկայացված փաստաթղթերից երևում է, որ կա ընդամենը մի 10 փաստաթուղթ, որոնց մի մասը ըստ էության իրենց ձեռքի տակ եղել է։ Վարույթը հարուցելու ժամանակահատվածում ընդամենը այդ ժամանակահատված ստացել են 2 նյութ։ Մասնավորապես անձի դիմումն է, որ մեր գործը ավարտվել է, մենք այլևս այս առումով հետաքրքրված չենք։ Հիմա հարցը առաջանում, այդ 6-7 ամիսը դա ինչ իրավական գործընթաց է հաղորդումը ստանալուց, ինչու է վարույթը հարուցվել մարտ ամսին այս թվականի, եւ դրանից հետո կարգապահական վարույթի երկամսյա իրավադադարեցնող ժամկետը սկսում է դե յուրե հոսել այդ պահից, բայց իրականում այդ դատավորի նկատմամբ կապ չունես գործող պարոն Սերոբյանը թե այլ անձ, այդ դատավորը իրականում նախարարության հենց ընկալմամբ հանրային գանգատի գործընթացի շրջանակներում ենթարկվում է որոշակի իրավական գործընթացի։ Դա ինչ իրավական գործընթաց է այդ ուսումնասիրությունը, ես ակնկալում եմ, որ այս գործի շրջանակներում գոնե Բարձրագույն դատական խորհուրդը այդ հարցի պատասխանը մեզ տալու է, որ եթե հանրային գանգատը քննում ենք, ապա 6-7 ամիս ինչով ենք զբաղված։ Եվ այդ 6-7 ամիս մենք սպասում ենք, տեսնում ենք, որ վճռաբեկության կարգով այդ դատական ակտը բեկանվում է, գործը հաշտվում է, ըստ էության գործը բովանդակային առումով մասնավոր իրավական շահին վերաբերող ավարտվում է, նոր դրանից հետո գալիս ենք ասում ենք, գիտեք ինչ կա, դա հանգեցրել է ծանր հետևանքներ եւ արդարադատության բուն էությունը խախտվել է։ Հիմա այս գործընթացի վերաբերյալ իմ ընկալումը զուտ պոզիտիվացման տեսանկյունից եւ դատական օրենսգիր սահմանադրական օրենքի կարգավորումների տեսանկյունից։ Մասնավորապես սահմանադրական օրենքով հստակ նախատեսված է, որ կարգապահական վարույթը կարող է կարճվել, եթե ի հայտ է եկել նույն օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքը։ 142 հոդվածի 2-րդ մասով արկա նորմը իր կիրառման հիմքերի տեսանկյունից կարևորում է հետեւյալը։ Մասնավորապես օրենսդիրը գտնում է, որ եթե արարքը կարգապահական խախտման համար հիմք հանդիսացող
արկա է ձևական առումով, ինչա նշանակում ձևական եւ բովանդակային առումով։ Այսինքն, երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ հատկանիշները արարքին վերագրվող, մենք տեսնում ենք, որ իրականում խախտումը գոյություն ունի ժամանակի եւ տարածության մեջ։ Զուտ ֆորմալ պոզիտիվացման հատկանիշներ արկա են։ Կա դատավարական իրավունքի նորմ, մենք դա չենք երգում, եւ դատավարական իրավունքի նորմի խախտումը արձանագրվել է վճռաբեկ դատանի կողմից։ Հարցը հետեւյալն է. այդ արարքը նվազ կարևորություն ունի արդարացիան բունեության խախտման տեսանկյունից եւ մնացած հետևանքները արդյոք դրա պատճառով կասկածի տակ է դրվում դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին եւ իր էության հեղինակազրկումը դատական իշխանությունը թե ոչ։ Օրենսդիրը այս երկու հարցերի կարևորությունը իմ կարծիքով ընդգծել է այն հանգամանքով, որ վարչական մարմնին վարչարական այս գործընթացի շրջանում տվել է հայեցողություն պարզելու այս հանգամանքները բացառող եւ կարճման համար հիմք հանդիսացող կան թե ոչ։ Եթե անձը ում հանրային գանգատն է հիմք հանդիսանում այս գործընթացը իրացնելու։ Դիմում ասում է, գիտեք ինչ կա, իմ իրավունքի խախտում ըստ էության չկա, ես չեմ պնդում այդ ամեն ինչը։ Եվ հետևանքների առումով էլ իմ գործընկերը ասում է դա ածանցիալ է, դա էական չի, բայց ես ամբողջ միջնորդության մեջ չեմ տեսել որևէ հիմնավորում, որով եւ դրա փաստակազմով հանդերձ եւ ապացույցներով հանդերձ, որ վարչական մարմինը հանգած կլիներ այն եզրահանգման, որ Պարոն Սերոփյանը որպես դատավոր չի համապատասխանում դատավորի կարգավիճակին, իսկ դատավորի կարգավիճակ եզրույթով անվանող երևույթը համոզված եմ բոլորը ինձնից լավ տիրապետում են, եւ այդ արարքի պատճառով հեղինակազրկվել է դատական իշխանությունը։ Նախ դատական իշխանության հեղինակազրկման որևէ էլեմենտ այս միջնորդության մեջ ես չեմ տեսել։ Միգուցե կա, ես ուշադրի չեմ եղել, ներողություն եմ խնդրել, բայց դետալներով ուսումնասիրել եմ, բավականին շատ պոզիտիվ իրավունքի նորմեր են վկայակոչված, բայց եզրահանգումներ փաստակազմի եւ այդ նորմերում ներդրված իմաստի համադրմամբ, որ դատավորի կողմից կատարված արարքը հեղինակազրկում է դատական իշխանությանը, ես չեմ տեսել։ Եվ հանրային գանգատի մասով էլ շատ հակիրճ է նշեմ, եթե մենք նշում ենք, որ կա հանրային գանգատ, այդ եզրույթը իրենից ենթադրում է, որ կա հանրային իրավական գործընթաց, եւ եթե անձը իր կամահայտնությունը հայտնում է որոշակի իրավախախտին պատասխանատվության ենթարկելու, այլևս այդ դիմող անձի կամահայտնությունը իրավական գործընթացի ավարտի եւ կամ դադարեցման տեսանկյունից որևէ կերպ չի կարևորում օրենսդիրը։ Մենք չունենք նման իրավակարգավորում դատական օրենսդիր համանդրական օրենքով։ Եվ դրանով պայմանավորված ես խնդրում եմ խնդրեի ձեր ուշադրությունը սևեռել այդ հանգամանքներին, թե ինչ է նշանակում այդ հաղորդումը, հաղորդումից հետո ինչ իրավական գործընթաց է իրականացվում, այդ գործընթացը ինչպես ավարտվում, որի անունը ուսումնասիրություն է, եւ այս ուսումնասիրությունից հետո անունը դնում են կարգապական վարույթի հարուցում, որոշում է կայացվում, որից հետո երկամսյա իրավադադարեցնող ժամկետը անցնում է։ Ես գտնում եմ, որ այստեղ հանրային իրավունքի տիրույթում կարգապական պատասխանատվությունը չի կարող մեկնաբանվել անձի գանգատ լինել չլինելու տեսանկյունում։ Եթե անձը իր գանգատը չի պնդում, դա հոգու դատավորի մեկնաբանվող հանգամանք է եւ Բարձրագույն դատական խորհուրդը հենց իր նախագահությամբ պարոն Աթաբեկյանի, եթե չեմ սխալվում, կայացեց որոշում վերաքննիչ քրեական դատավորներից մեկի վարույթով հայտնեցին հետեւել դիրքորոշումը։ Նախարարությունը Պարոն Զեյնալյանը նորից ներկայացուցիչ նախարարության դիրքորոշում հայտնեց առայն, որ հոգու դատավորի հայտ են եկել հանգամանքներ եւ օրենսդիրը չէ մեկնաբանում թե հանգամանքները որոնք են։ Ուղղակի այդ պահի շրջանակներում եղած ապացույցների տեսանկյունից կարևորեցին, որ դա հոգու հանգամանքն է եւ դա հիմք հանդիսացավ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր որոշումը մերժելու դատավորին կարգապական պատասխանատվության ենթարկելը։ Այս դեպքում ես գտնում եմ, որ անձը եթե դիմում է եւ ասում է այս գործընթացը ինձ չի հետաքրքրում, դա նշանակում է, որ հոգու դատավորի հանգամանքներ են իհայտ եկել եւ դա նույնպես պետք է դիտարկվի իմ կողմից վկայակոչված իրավակարգավորման տիրույթում։ Եվ եւս մեկ էլեմենտ հանրային իրավական պատասխանատվությունը նորից եմ ենթադրում է վարչաիրավական ոլորտում, որտեղ այս դեպքում նախարարը հանդես է գալիս բացառապես որպես գործադիր իշխանության կրող։ Թեև դատական օրենսդիր համանդրական օրենքում ինքը ունի որոշակի իրավական կարգավիճակ լիազորություններ, բայց այն որ նախարարը գործադիր իշխանության կրող է եւ ինքը այդ լիազորությունները իրականացնում է որպես գործադիր իշխանության սուբյեկտ, դա անհերքելի է։ Իսկ գործադիր իշխանության սուբյեկտը իմ խորին համոզմամբ չունի լիազորություն որևէ գործադիր իշխանության մարմին, հաշվի գործադիր իշխանության որևէ մարմին եւ նրա անունից հանդես եկող հանրային պաշտոնատարանց չի կարող ունենալ լիազորություն առ այն, որ որևէ անձի դիմումը բողոքը դիտարկի որպես հանրային գանգատ եւ այդ հանրային գանգատ եզրույթով անվանվող երևույթի շրջանակներում ենթարկի պատասխանատվության դատավորին։ Սա անթույլատրելի է, սա սահմանադրաիրավական բուն էությանը խաթարող ընկալում է եւ ես այս դիրքորոշումների շրջանակում ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը մերժելու է միջնորդությունը, որովհետև հետևանքներ բուն էության խախտում արկա չես գործով։ Շնորհակալ եմ։
Շնորհակալություն հարգելի պարոն Հարգելի Մուղնեցյան։ խորհուրդ, ես Մեկ ներկայ վարքան, հա, իհարկե, մեկ վարքան հարգելի պարոն Զեյնալյան, պարոն Սարոպյան, արձագանքելու ցանկություն, ելույթ ունենալու ցանկություն ունեք, թե միացեք, որ Շատ կարճ երկու շեշտադրում անեմ, որ մեր դիրքորոշումը իմ ներկայացուցիչը հանգամանալի ներկայացրեց դատարան, պարզապես ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ այո, քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, ինչու է կարճվել, որովհետև հաշտության են եկել, իսկ Հայաստանի Հանրապետությունում թե օրենսդիր, թե հատկապես գործադիր իշխանությունը խրախուսում է հաշտարարությունը եւ այս տեսանկյունից այս դատական սխալը որքան ազդեցություն ունեցել որպես հետևանք եւ արձագանքելով նախարարի ներկայացուցչին արդարադատության բուն էություն նախատարող եզրույթի մասով վճռաբեկ դատարանը բոլոր դատական ակտերում նշում է սա մենք ունենք երաստիճան դատական համակարգ եւ դատական սխալները անխուսափելի են իդեալական մարդ չի լինում բոլորն էլ կարող են սխալվել բայց դա չի նշանակում որ ամեն մի դատական սխալի համար դատավորը պետք է ենթարկվի պատասխանատվության առնվազն այն հիմքով որ արդարադատության բուն էությունը խաթարվել է եւ մեկ այլ դեպք զրկվել է քաղաքացին բողոքարկման իրավունքից բողոքի ընդունումը մերժել թե վերաքննիչ թե վճռաբեկ դատարանում միշտ այսպիսի որոշումներ դատական ատյանները կայացնում են եւ սա չի նշանակում որ որևէ մեկը պետք է պատասխանատվության ենթարկի ահա այս դիտարկումներն էր որպես հավելում իմ ներկայացի կողմից ներկայացված մեր համատեղ դիրքորոշմանը շնորհակալություն ավարտեցիք այո շնորհակալություն հարգելի պարոն Սարոպյան խնդրեմ հարգելի պարոն Զեյնալյան Շնորհակալություն հարգելի խորհուրդ ըստ էության եզրափակիչ ելույթների ես պարոն Մուղնեցյանին չէի ցանկանում ուղղակի ընդհատել ըստ էության եզրափակիչ ելույթի ամբողջ գաղափարը այն է որ ամփոփվի այն ինչ որ տեղի է ունեցել նիստում եթե կարող եմ նման ընկալում արտահայտել Եզրափակիչ ելույթի ժամանակ պարոն Մուղնեցյանի կողմից սկզբի հատվածի մասին է խոսքը ես խնդրում եմ խորհուրդը թույլ տա առանձին արձագանքներ անեմ գուցե հետագայում թույլ տալով նաև պարոն Մուղնեցյանն է դրանց արձագանքի ես երաշխավորում եմ այլ հատվածների չեմ անդրադառնա բայց ներեցեք ձեզ ընդհատելու համար հա որ հավասարությունը չխախտվի բոլոր դեպքերում դա խորհուրդը առաջարկ կանի որպես Պարզապես պարոն Մուղնեցյանը լիազոր մարմնի գործողություններին գնահատականներ տվեց հարգելի խորհուրդ իր եզրափակիչ ելույթի սկզբնական հատվածում ու քանի որ դա մինչ այս քննարկման առարկա չէր դարը ես զրկված էի հակափաստարկներ ներկայացնելուց եթե խորհուրդը թույլ տա միտքս այդ մասով միայն ներկայացնեմ Պարոն Զեյնալյան արդեն իսկ թույլ ենք Շնորհակալ եմ Հարգելի խորհուրդ պարոն Մուղնեցյանի եզրափակիչ ելույթի սկզբնական մասում արվեցին դիտարկումներ հաղորդումը ստացած լինելու ամսաթվի որը 2025 թվականի օգոստոսի 14-ն էր Դրանից հետո նախարարության կողմից լիազոր մարմնի կողմից կատարված գործողությունների կամ գուցե պարոն Մուղնեցյանի կողմից գործողությունների բացակայության վերաբերյալ այնուհետև միայն 2026 թվականի մարտի 20-ին վարույթ հարուցված լինելու մասին Հարգելի խորհուրդ ցանկանում եմ ձեր նաև հաշվի առնելով որ հանրային գործընթացի հրապարակային գործընթացի հետ գործ ունենք այստեղ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին որ այո վերահաստատում եմ հաստաբանի հաղորդումը լիազոր մարմինը ստացել է 2020 այնտեղ թվագրված է եղել 2025 թվականի օգոստոսի 14-ին դատական օրենսգիր սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի երկրորդ մասը ժամկետները պայմանավորում է դատավարական կամ նյութական իրավունքի նորմի խախտված լինելու վերաբերյալ տվյալ վարույթի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ մտնելուց ես ձեր ուշադրությունը կրկին հրավիրում եմ այն հանգամանքին որ լիազոր մարմնի կողմից պարոն Սարոպյանին վերագրված խախտումը հենց դատավարական իրավունքի նորմերի խախտումներ է ոչ թե վարքագծի կանոնների խախտումներ որի պայմաններում մենք սահմանափակված չենք եղել որևէ գործընթաց իրականացնելուց մենք երբ որ հաղորդումը ստացել ենք նախ հաղորդում ներկայացրած անձից լրացուցիչ նյութեր են խնդրվել եւ մենք ուսումնասիրության ընթացքում ողջել ենք նաեւ որ գործ ունենք ընթացիկ վարույթի հետ եւ վճռաբեկ բողոք կա ներկայացված այսինքն չկա տվյալ վարույթը սահմանափակող եզրափակող դատական ակտ հետեւաբար լիազոր մարմինը զրկված է դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով վարույթ իրականացնելու հնարավորությունից եւ այն ժամանակ եւ վճռաբեկ դատարանը համապատասխան դատական ակտ է այսինքն տվյալ վարույթը սա եզրափակող դատական ակտը
կայացվել է 2026 թվականի մարտի 13-ին եւ հիշեցնեմ լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթը հարուցվել է դրանից 7 օր հետո 2026 թվականի մարտի 20-ին։ Այսքանը պարզապես շնորհակալություն հնարավորություն ընձեռելու համար ես ցանկանում եի բարձաբանել լիազոր մարմնի գործողությունները հաղորդումը ստանալուց հետո եւ առայն նաեւ որ չի դրսևորվել անգործություն լիազոր մարմնի կողմից։ Շնորհակալություն, պարոն Զեյնալյան։ Որպեսզի հավասարությունը չխախտվի, արձագանքելու են, թեև այդպիսի ընթացակարգ չունենք, բայց որ հավասարությունը պահպանվի, խնդրեմ։ Նայեք, եթե խոսում ենք դատավորի կողմից այդ տրամաբանությամբ իրավունքի նորմի խախտման լինելությանը եւ կամ բացակայությանը եւ կապում ենք դա հետևանքների հետ, ես նշեցի, որ սա միջանկյալ դատական ակտ է եւ երբ որ վճռաբեկ դատան այդ որոշումը կայացրել է, արդեն գործը իսկ բուն գործը ավարտվել է հաշտության համաձայնության շրջանակներում։ Հիմա հաջորդ հարցը դատավորի կողմից խախտումը կարող է թույլ տրվի բացառապես դատական ակտով։ Կոնկրետ այս գործի շրջանակում այն է հակընդդեմ ապահովը մերժելու վերաբերյալ բողոքը ընդունել չընդունելի հարցի տեսանկյունից։ Եթե այդ դատական ակտը ժամանակի եւ տարածության մեջ այլևս գոյություն չունի եւ այդ դատական ակտը հետևանքների առումով այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, ինչու որտեվ բուն գործը հաշտությամբ ավարտվել է, հայցի ապահովման ինստիտուտը եւ հակընդդեմ ապահովման ինստիտուտը գործի ավարտվածության շրջանում որևէ մեկի համար չեն կարող որևէ հետևանք առաջացնել։ Այլ կերպ ասած, պարոն Սերոբյանի դատական ակտը ժամանակի եւ տարածության մեջ որպես այդպիսին այլևս դե յուրե գոյություն չունի, ինչպես պարոն Զեյնալյանն ասում 26 թվականի մարտից սկսած։ Եվ եթե այդ համանգամանքը համադրենք այն մյուս հանգամանքի հետ, որ բուն գործ արդեն իսկ ավարտված է հաշտության հետ, արդարության բուն էության խախտում միջանկյալ դատական ակտի լինելիության եւ կամ դրա բացակայության, երբ որ բուն գործ արդեն իսկ ավարտվել է։ Սա իմ կարծիքով եւս մեկ անգամ հիմնավորում է այն հանգամանքը, որ որևէ հետևանք ըստ էության չի առաջացել։ Այդքան արգելքան շնորհակալ եմ, այո։ Տավալը սպառեցինք, խորհուրդը հեռանում է խորհրդակցական սենյակ, սույն գործով որոշում կայացնելու համար, որոշումը կհապարակվի սույն թվականի հունիսի 12-ին ժամը 12:05 րոպեին։ Ստացություն ձեզ։